Եկանելիք բանկի ցանկացած քարտ եւ գնումներ կատարելիս ստացեք մինչեւ 50% զեղչ Հայաստանի ավելի քան 400 լավագույն խանութներում եւ մինչեւ 20% զեղչ գործող զեղչերին շուրջ 200 առևտրային կետերում։ Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն, լատինական դինամիկայից մինչ ֆրանսիական արդիականություն, ալպիական պարզություն, իսկ այս տարի 2012 սկանդինավյան հավաքածու, հանգստություն, մաքրություն եւ միաժամանակ գույների նուրբ համադրություն։ Համեցեք Կերամամարացի ծանոթանալու հերթական նորույթին։ Ողջույն, ժողովրդական երկիչ նախագծի օրագիրն է Շանթի եթերում։ Նախագծում մնացել ընդամենը 3 մասնակից։ Ինչ թեմայով եւ քանի երգ են նրանք կատարելու այս անգամ։ Դիտենք։ Բարև ձեզ։ Համարենք մեր անցած համերգը հաղթական ավարտով, շատ գոհ եմ բոլորիդ ելույթից։ Մեր հաջորդ համերգին ավելի լուրջ պատրաստություն է պետք, որովհետև արդեն 3-ական երգ եք երգելու, պիտի լավ նայեք ձեզ, որ չհիվանդանաք։ Մեր հաջորդ համերգը Գեր Մխիթարի հետ մտածել ենք եւ որոշել ենք նվիրել ազգերի բարեկամությանը։ Եվ այդ սկսենք։ Եվ այն որոշել ենք նմանեցնել ռուսի, ինքը ռուսերեն երգ է երգելու, ռուսական ժողովրդական երգ է կատարելու, չնայած հեղինակային երգ է, բայց հեղինակը հայտնի չէ վաղուց։ Մոսկվա Զլատագլավայա երգն է։ Եվա ջան, չգիտեմ, լսել ես, առիթ ունեցել ես։ Լսել ես։ Լավ։ Կլսես, էնել այնքան կլսես, որ անգիր անես այդ երգը։ Մոնիկա ջան, քեզ չգիտեմ ոնց ես ընդունելու այս պահին, բայց որոշել ենք մեր հարևաններից պարսիկների երգն ես ներկայացնելու։ Ժպիտ եկավ թե եմ գիտի ոնց որ դուրդ եկավ, հա, ուզում էիր, հա։ Պետրոս ջան, քեզ որոշել ենք Հյուսիսային բարեկամ ժողովրդի երգներ հանձնարարել, վրացարեն երգ ես երգելու։ Թարգմանաբար նշանաբանը քեզ հետ ինչ պատահեց էսա վերնագիրը։ Մավրին չուզեցինք տալ վրացերեն, որտեվ կողմնապահություն կլիներ, մավրի համար վրացերենը հեշտ է լինելու, չէ՞։ Լավ չգիտես վրացերեն։ Չեմ թեյակում։ Լավ, դա ամեն դեպքում։ Քեզ ումպես ազգի ենք տվել, որ մի խոսքով Պետրոսյան վրացերեն ես երգելու, մավրն էլ երգելու է ուկրաիներեն երգ։ Մարուսիա, Ռաստո։ Մարուսիա։ Չգիտեմ, լսել ես, չես լսել։ Իմաստը բացատրեմ ինչի համար ենք որոշել սա։ Մենք սա որոշել ենք նրա համար, որ երբ որ դուք արդեն կյանքի կոչվեք ու սկսեք բեմերից ելույթ ունենալ, շատ հաճախ շրջագայություններ եք ունենալու։ Մեր փորձից ելնելով մենք հաճախ տարբեր երկրներում երբ որ ելույթ ենք ունենում ու շատ ավելի հաճախ մեր բարեկամ երկրներում ենք ելույթ ունենում, անընդհատ առիթ է ստեղծվում, որ պիտի անպայման իրենց հարգելու համար իրենց լեզվով մի երգ երգենք։ Այստեղ մեր երգիչները մեծ մասամբ սկսում են թերանալ, որ ոնց պիտի կարճ ժամանակում սովորեն, համապատրաստից։ Դրա համար մենք որոշեցինք, որ ձեզ նախորոք նախապատրաստենք այդ համերգային գործունեության, ինչ էլ չլինի, ամեն մեկը այդ մի կողմի վրա գնաք, մի օգուտ կքաղեք, գոնես մի երկը սովորած կլինեք։ Էս է իմաստը։ Փորձ ձեռք կբերեք, էլի ամենակարևորը օտար ազգի երգ սովորելու, տեքստին տիրապետելու շատ կարևոր բան է։ Ռուսական եւ ուկրաինական ազգային երգերն ավելի լավ ներկայացնելու համար մասնակիցներին օգնության եկան մեր շատ սիրելի պարողներ Հարութն ու Քնարիկը։ Բարիր թե կարող ես նախագծից։ Ուղղակի ձեռքով կարամ ինչ-որ բաներ անեմ։ Կարաս թաշկինավոր։ Սա առաջին անգամը չի, որ ես պետք է երգեմ ռուսերեն լեզվով երգ, երաժշտական դպրոցում սովորելու տարիներին, դա շատ վաղուց էր, 10 տարի առաջ, երբ սովորում էի դասական վոկալ բաժնում, երաժշտական դպրոցում երգել եմ շատ տարբեր լեզուներով, իտալերեն, ռուսերեն, անգլերեն։
Մի անգամ առիթ ունեցել եմ պարել ռուսական պար, դպրոցում մենք ունեցանք «Վայնա ի միր» խորագրով միջոցառում, որի ժամանակ ռուսական երգի ներքո պարել եմ նաև փոքրիկ կտոր։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Քնարիկին եւ Հարութին։ Իրենք ինձ օգնեցին, որպեսզի ես կարողանամ եւ երգեմ եւ պարեմ։ Հետաքրքիր է, ճիշտ ասած ընդհանրապես դեմում կյանքում չէի պարել։ Բացելով, այս ստեյջ բացելով, երկեց, դրեց։ Կուզեի շնորհակալություն հայտնել Հարութին եւ Քնարիկին, ինձ թվում է փորձեմ անել այդ շարժումները։ Մաքսիմումը ինչ սովորել ենք, դեմի ժամանակ կյանք ստացվի, դարձնենք երևա տեսնենք։ Տեսնենք, թե ինչպես կստացվի Եվա եւ Մավրի մոտ պարելը, իսկ Պետրոսի վրացերենի հարցը լուծեց պարոն Մխիթարը։ Չեմ կատարել ընդհանրապես վրացերեն երգ, առաջի անգամ եմ երգելու։ Դժվարություն կա բառերի հետ կապված, ոչ երաժշտության կարծում եմ բառերի հետ, բայց փորձեմ սովորել։ Գիտեք, որոշ առումով վրացերենն էլ մեր ականջին ավելի հասու եւ մոտ լեզու է։ Էլի վերջնական համոզվելու համար այս նորից զանգել եմ մեր լավ ընկերներից մեկին Վրաստան, Արմեն Բայանդուրյանին, եւ մենք շատ մանրամասը աշխատել ենք, որ բառերը տարերը ճիշտ արտասանվի։ Ալմիշլունի սատարուղոր ծոմարտլես ամիտ թովրոմեկ հողշինց գեխարո։ Այս ամենը փորձելու եմ ես երգել։ Հարևան երկրների երգերն արդեն պատրաստ վիճակում կտեսնեք Կիրակի օրը։ Իսկ հիմա անցնենք մյուս երգերին եւ մի քիչ զրուցենք մասնակիցների հետ 3 երգ երգելու դժվարությամբ եւ նախագծում մրցակցության մասին։ Հաջորդ փուլը, որ նորից 4-ով մեկական երգ երգելու եք, շերամ է։ Ամեն մեկը մի երգ երգելու եք շերամ։ Այս համերգին բոլորս երգելու ենք 3 երգ։ Մեկ շաբաթում պետք է պատրաստենք այդ երգերը։ Ուղղակի մեծ պատասխանատվություն է։ Եվա ջան, քեզ մտածում ենք, որ քեզանից մաս չունեմ շերամից։ Ուզում ես երգես։ Հա։ Ստանդարտանում կարող է բանը։ Չէ, այդ կուղենք մենք, այդ խնդիր չի։ Հիմա ուղղակի ինձ հետաքրքիր է բանը, ուղղակի ինձ հետաքրքիր էր երգը իր տեսակն է, իր ինքը կարա երգի դե չէ, բայց երգի, բայց խնդիր չի, այդ խաղերը խնդիր չի։ Հա, խնդիր չի։ Մի քիչ ավելի թլվռան կանես։ Ահա, այս է դա։ Այս է, ասած լավ։ Նախ երգը ընդհանրապես ինչքան շատ երգես այնքան ավելի հաճել է, ինչքան տարբեր ձևով ներկայանաս։ Մավոր ջան, շերամից մտածում ենք, որ օլոր մոլորը ամենահարմարը դա է ստացվելու քո մոտ։ Ծանոթ ես, չէ՞ երգին։ Օլոր մոլոր, տոնալություն երևի սոլ մաժոր։ Մի գեղեցիկ պատահեցավ ինձ անկած, չհասկացա մի քիչ մի աշխատի երգես ավելի փափուկ ու մավրին ոչ բնորոշ։ Ես մի հատ բան ասեմ, ես անընդհատ մենք ուզում ենք ինչ-որ բան փոխենք, բայց իմ կարծիքով երևի շատ պետք չի ստիպել։ Ինչ առումով։ Մենք երկար ժամանակ շերամը լսել ենք ինչ-որ իր
ինչ որ մի գույնի մեջ։ Ինքը իր տեսակի մեջ է երգում։ Ես ասել եմ, չէ՞, մավրը ինչ երգ որ վերցնում, տակը ստորագրվում է։ Մավր մկրտչում։ Արտեմի ասացի մեջ ուրիշ բան է։ Մի քիչ ավելի դեպի դասական է ստանում։ Հայի ես նվիրելու երգը, այնպես պիտի երգես, որ ինքը քեզ մոտ կա։ Մի քիչ ավելի հայերեն։ Ջիգարով երգի մի հատ փորձի գնացին։ Մի գեղեցիկ պատահեց ավից անկած, չհասկացա ինձ ձևից ենած ընված։ Կխնդալնել է գար, չէ, արդեն համոզվել էր, արդեն կարու էր։ Երեք երգը արդեն մի քիչ բարդ է սովորելը, բայց փորձում եմ ավելի թեթև նայել, որ կարողանամ սովորել։ Ուրեմն առաջի երգը Պետրոս ջան, բան է, ուրեմն թարլան, Շերամ, թարլան ծանոթ է, չէ՞ երգը քեզ։ Դի որ ծանոթ եմ, դե Գյումրեցի ես Շերամի երգերը, դի որ ծանոթ եմ։ Լսել ես, թե գիտես։ Չէ, լսել եմ։ Երգել ես։ Չեմ երգել, բայց շատ եմ լսել։ Երևի ֆազիեզ ման։ Ֆազիեզ։ Երրորդ փուլը ներկայացնելու եք ժամանակակից աշուղների աշխուժ երգեր, որոնք լսված չեն, կամ եթե լսված են շատ քիչ։ Սա մեկ քայլ է դեպի ժողովրդական երգի բարգավաճումը, ինչի համար, որովհետև մենք չենք կարող հենվել միայն անցյալի ստեղծագործությունները դրանք անընդհատ կրկնել։ Մենք պարտավոր ենք նաև երգեր ներկայացնել ու երգեր ներկայացնելուց բացի այդ երգերը դարձնենք ժողովրդի սեփականությունը։ Մյուս երգը ուրեմն մեր ժամանակակից աշխուժներից է, էլի Պետրոս ջան, բան երգես, ամպել է երկինքը։ Սա մի քանի անգամ մեծ տալիջի բեմից կատարվել է, բայց այդքան բան չի, շատ տարածված չի։ Հիմա այնպես է երգելու, որ տարածվի։ Երևի լամինով։ Լամինով։ Ամպել է երկինքը, ամպեիմ երկինքը, ամպել է երկինքը, ամպեիմ երկինքը, ծնել է ձեր բակը, ծնել է մեր բակը, ծնել է ձեր բակը, ծնել է մեր բակը։ Լավ, այսքանը մի հատ երգենք բանով։ Բայց կան սիրուն էր, դու երգում ես, ինքը շարունակում ես, պես է տնենք էլի համերգին։ Միայն թե ինձ ասա, միթե երաս չեսա, միայն թե ինձ ասա, միթե երաս չեսա։ Լավ, մեղեդին պարզա, պարզունակ չէ, պարզա ու շատ սիրուն է, շատ համով է, դրա համար մի անգամից ընկալեց, ապրես։ Մրցակցության մասին ասեմ, որ ամենասկզբից ես չի եղեի մեջ այդ բանը, որ լինի մրցակցություն չկա, կարևորը երգը սովորել երգելն է, թե հիմա մի փուլ ես կողմ, մի փուլ են կողմ համար դա այդքան է նշանակություն չունի։ Ժամանակակից աշուղներից գեղեցկուհի երգն է, Աշուղ Երամն է գրել։ Աշխարհի մեծ պարտեզ է դու կարմիր վարդես իմ սիրու, վա պատկերդ սիրակեզ է իմ սիրո բացված վարկար։ Փորձես մի հատ, հա, փորձենք միասին։ Աշխարհի մեծ պարտեզ է դու կարմիր վարդես իմ սիրու։ Այսքանը։ Աշխարհի մեծ պարտեզ է, Աշխարհի մեծ պարտեզ է, աշխարհի մեծ պարտեզ է դու կարմիր վարդես իմ սիրու։ Գնացինք։ Աշխարհի մեծ պարտեզ է դու կարմիր վարդես իմ սիրու։ Լավ է, չէ, գրքի։ Լավ է։ Գրքի։ Ընդհանրապես որպես մրցակցություն այդ երևույթը շատ եմ սիրում, որովհետև մրցակցությունը դա զարգանալու ամենալավագույն ձևն է, եթե կարելի ասել։ Հեռուստադիտողին երևի կթվա, որ ինքը
մրցակցությունը շատ ավելի թեժ է, մենք իրար այստեղ մենակ մրցակցության մասին ենք խոսում մտածում, բայց տարբեր նման բան չկա, որովհետև մենք փորձում ենք պարզապես լավ ներկայանալ հեռուստադեղային, իսկ քանի որ իրանք են որոշում, արդեն դա մեր միջից դուրս է գալ այդ մրցակցությունը, կարելի ասել հեռուստադեղի մրցակցությունը։ Եվա ջան, հաջորդ երկը Աշուղ Լեյլուց Արազի պես երկն ենք ընտրել։ Ծանոթ է երկը, չէ՞։ Ծանոթ է, թե չէ։ Չես լսել այդ երկը։ Մի փոքր նվագեմ։ Վի դո մաժոր։ Սիրտս դարդոտ մարմունջե։ Նա ինգեր մխտարնոր երկում է, մեջ շեշտեշ կա, դու լեգատո ես անում, որը պարային աշխուժ երկին բնորոշ չի, լեգատո ես անում, փորձի լեմատ ռիթմիկ ավելի, որ տեսնենք եթե Արազի պես սիրտս դարդոտ մարմունջե շեշտերով Արազի պես սիրտս դարդոտ մարմունջե Շատ կոպիտ ասվեց, բայց կոպիտ է, Բայց կստանանք, մենք այդ պատկերը կստանանք, այդ խնդիր չի։ Առաջին իսկ համերգից չեմ մրցել ոչ մեկի հետ։ Ուղղակի միշտ ձգտում եմ, որ առաջ գնամ ու ավելի շատ մասնակցեմ համերգներին, որովհետև շատ բան ենք սովորում, թե բեմից, թե երգերից։ Դրա համար բոլորս էլ կարծում եմ, որ ձգտում ենք դեպի հաղթանակը։ Բնականաբար 3 երգ սովորելը ավելի դժվար է, բայց նրանք շատ համառորեն հաղթահարում են, որի համար ես շատ ուրախ եմ։ Ուրախ եմ, որ մեր աշխատանքը արդյունք է տալիս։ Հաջորդ օրագրում ծանոթանալու ենք մեր 3 մասնակիցների, ծնողների եւ հարազատների հետ, բայց չթողնեք այդ առիթը։ Այսօր այսքան, առայժմ։ Ձերք բերեք Անելիք բանկի ցանկացած քարտ եւ գնումներ կատարելիս ստացեք մինչեւ 50% զեղչ Հայաստանի ավելի քան 400 լավագույն խանութներում եւ մինչեւ 20% զեղչ գործող զեղչերին շուրջ 200 առևտրային կետերում։